Հայաստանն ու Իրանը առաջին անգամ անցկացնում են համատեղ զորավարժություն։ Դրա մասին հայտնի դարձավ նախօրեին։ Լուրը արագորեն տարածվեց թե հայկական, թե իրանական լրատվական հարթակներում։ Վարժանքները, որոնք կրում են խաղաղության զորավարժություն խորագիրը, համաժամանակյա ձևաչափով անցկացվելու են հայ-իրանական սահմանի երկու կողմում։ Հայաստանի զինված ուժերը գործելու են Հայաստանի տարածքում, հարևան ստորաբաժանումները Իրանում։ Ինչպես հաղորդել է Հայաստանի պաշտպանության գերատեսչությունը, զորավարժությանը մասնակցելու են երկու երկրների հատուկ նշանակության ուժերը, իսկ վարժանքների բուն նպատակը Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններն են։ Հայ-իրանական վարժանքների մասին խոսել է իրանցի բրիգադի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատարներից Վալիոլլահ Մադանին։ Նրա խոսքով այս վարժանքները անցկացվում են ԻՇԱ տարածաշրջանի խաղաղության։ Մեր հիմնական նպատակը սահմանի անվտանգության ուժեղացումն է։ Երկու պետության, Իրանի և Հայաստանի սահմանային աշխարհագրությունը հաշվի առնելով, թե ինչ զգայուն տարածաշրջանում ենք գտնվում, ռազմավարական նշանակություն ունի, նշել է իրանցի գեներալը։ Անշուշտ հայ-իրանական սահմանին համատեղ զորավարժությունը շատ կարևոր նշանակություն ունի, հաշվի առնելով տարածաշրջանային գործընթացների և հատկապես կոմունիկացիաների հարցերում Իրանի դիրքորոշումն ու հայ-իրանական շահերը։ Զորավարժությունը մեկնարկում է մի փուլում, երբ հայ-ադրբեջանական սահմանին ամեն օր հնչում են կրակոցներ և խոսվում է հավանական էսկալացիայի մասին։ Հատկանշական է, որ եթե հայ-իրանական հարաբերություններում սա առաջին զորավարժությունն է, ապա Ադրբեջանը, չնայած Իրանի հետ ոչ ամբողջական կարգավորված կապերին, համանման մի քանի զորավարժություն է անցկացրել։ Միայն անցյալ տարի 3 զորավարժություն, որոնցից երկուսը անցել են 2024-ի նոյեմբերին։ Շաբաթ օրը ապրիլի 12-ին մեկնարկելու են երկար սպասված Իրան-ԱՄՆ բանակցությունները։ Հանդիպման վայրը Օմանի Սուլթանություն, որի միջոցով Թեհրանը պատասխանել է մինչև այդ իրանական կողմին ուղղված ԱՄՆ նախագահի պաշտոնական նամակին։ Իրան-ԱՄՆ բանակցային գործընթացի մասին տեղեկությունը պաշտոնապես հաստատել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նա նշել է, որ իրանական կողմից բանակցելու է ինքը, իսկ ամերիկյան կողմից ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆը։ Ըստ իրանական աղբյուրների, Իրանի հեղափոխության առաջնորդ Ալի Խամենեին ամերիկյան կողմի հետ բանակցություններից առաջ իր նկատառումներն է փոխանցել Արաղչիին։ Թեհրանը ամենաբարձր մակարդակով նշում է, որ համաձայն է ոչ թե ուղիղ, այլ միջնորդավորված բանակցությունների։ Հետևաբար դեռևս պարզ չէ, թե Օմանում կայանալիք հանդիպումը ինչ ձևաչափով է անցնելու։ Արդյոք այն նման է լինելու վերջերս Սաուդյան Արաբիայում անցկացված ռուս-ամերիկա-ուկրաինական հանդիպմանը, թե ոչ, երբ ԱՄՆ-ը հանդես գալով որպես միջնորդ հակամարտող կողմերի միջև առանցին էին հանդիպում երկու կողմերի հետ։ Պարզ է սակայն, որ այս հանդիպմանը մեծապես սպասում են թե ԱՄՆ-ում, թե Իրանում։ Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին առաջիկա հանդիպումը ԱՄՆ-ի հետ լակմուսի թղթի հետ է համեմատել, նշելով, որ գնդակը Վաշինգտոնի դաշտում է, և առաջիկա հանդիպումը ցույց կտա, թե Վաշինգտոնը որքան լուրջ է դրան վերաբերվում։ Նա փոքր-ինչ բացելով փակագծերը նշել է, որ Իրանը ակնկալում է իր վրայից կոշտ սանկցիաների չեղարկում Իրանի միջուկային ծրագրի թափանցիկության և նրա խաղաղ նպատակների օգտագործման մասին հավաստիացումների դիմաց։ Իրանը ամենաբարձր մակարդակով պնդում է, որ Թեհրանը չի պատրաստվում միջուկային զենք ստեղծել, իսկ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակ է հետապնդելու։ Չնայած ամերիկյան կողմի հիմնական նպատակն է թույլ չտալ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծում, սակայն մի շարք իրանական աղբյուրներ նշում են, որ ԱՄՆ-ն ցանկանում է նաև լրջորեն ազդել Իրանի հրթիռային և անօդաչուների ծրագրի վրա։ Ինչ վերաբերում է ամերիկյան կողմին, ապա նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին նորից ոչ միանշանակ հայտարարություն է արել Իրանի հասցեին։ Մի կողմից նա արդյունավետ գործընթացի հույս է հայտնել, մյուս կողմից էլ դրա ձախողման դեպքում կրկին սպառնացել, այս անգամ հիշատակելով նաև Իսրայելի հնարավոր ներգրավվածության մասին։ Միակ բանը, որ Իրանը չի կարող ունենալ, միջուկային զենքն է, նրանք հասկանում են դա, ասել է Թրամփը։ Իրано-ամերիկյան բանակցային գործընթացից առաջ ուշագրավ է Իսրայելի դիրքորոշումը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն օրերս նշել էր, որ սատարում է Իրանի հետ համաձայնության հասնելու Թրամփի դիվանագիտական ջանքերը, հավելելով, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք մշակի։